Ողջույն, ծովահայերն է եթերում ձեզ հետ է Աննա Մարտիկյանը, այսօր հյուրընկալել ենք հեքիաթասաց աստվածաբան Հայկ Կիրակոսյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար ծովահայերի տաղավարում։ Հուլիսին տոնում ենք Վարդավառը։ Ինչպիսի տոն է այն։ Տոնի նախաքրիստոնեական, հիմքերից մինչև քրիստոնեական վերափոխումներ եւ արտացոլումը մեր հեքիաթներում։ Նախ պետք է նշել, որ տոնը մի քանի հազարամյակների, այսինքն 4-5 հազար տարվա առնվազն պատմություն ունի եւ բացի նախաքրիստոնեական լինելը ջրի պաշտամունքի առումով այդ իմաստով նաեւ նախահեթանոսական կարող է լինել։ Շատ մեծ տոնի հետ գործ ունենք, համազգային եւ որոշ դեպքերում նաեւ տարածվել է մեր ազգի շրջանակներից դուրս կամ միաժամանակ գուցե տոնել է նաեւ այլ ազգեր, այլ կրոնամշակութային տարրեր եւ խավեր, խմբավորումներ եւ պետք է նախ անդրադառնանք Վարդավառ հասկացությանը, այսինքն տերմինին, որովհետեւ թյուր կարծիք կա մեզանում, որ այդտեղ վարդ բառի հետ գործ ունենք որպես վարդ ծաղիկ իմաստով, այնինչ պարզում է, որ թե հայերենում եւ թե արևելյան մի շարք ժողովուրդների մոտ, այդ թվում նաեւ արաբների մոտ վարդ բառը վարդ վուրդ տարբերակով նախ եւ առաջ նշանակում է ջուր։ Այսինքն իր առաջնային իմաստով վարդ նշանակում է ջուր եւ իհարկե հոգեվոր կոչումը, որը հնչում է որպես վարդապետ, դա այգեպանը չէ, վարդերի պետը չէ։ Դա մի մարդ է, ով ջրերի հետ գործ ունի եւ ջրի միջոցով կարողանում է ծես եւ վերափոխում իրագործել։ Լինի քրիստոնեական, թե նախաքրիստոնեական շրջանում։ Վարդավառը ինքը հիմա է, որ ավելի շատ զվարճանքի բնույթ է կրում եւ Կիրակոսյան, մեր տոները, ծեսերը կարծես մեր կյանքի ռիթմը կապում են տիեզերքի ռիթմի հետ։ Իհարկե։ Սակայն մեր օրյա դրսևորումները շատ գրեհիկ են։ Այո, եւ կտրվում ենք մենք տիեզերքի ռիթմից եւ գրեհիկ դրսևորում է ունենում։ Ձևափոխվում է, ձևախեղվում է։ Այսօր ես վախեցած սպասում եմ ամեն անգամ վախով եմ սպասում Վարդավառի տոնին, որովհետեւ այդ գեղեցիկ, այդ շատ իմաստուն, միգուցե մոգական տոնը վերածվում է շատ գրեհիկ ջրոցու, կարելի ասել։ Իսկ ինչպիսի դրսևորում ու ինչպիսի հավատալիքներ են եղել նախաքրիստոնեական շրջան, նախահեթանոսական շրջանում եւ ինչեր են պահպանվել եւ ձեզ հայտնի։ Նախ նշեմ, որ նույնությամբ փոխառել է քրիստոնեությունը, բայց ցավոք այն ինչ որ այսօր հրամցվում է կամ այն ինչ որ անում է ազգը, ժողովուրդը, դա առավելապես այո, ջրոցի է, թեպետ ջրոցին ինքը հենց Վարդավառի մասն է եւ իրար ցողել կամ սրսկել են ասում հին իմաստով ջուրը ցողել է նաեւ սրսկել բառը ունի ոչ ասեղի միջոցով սրսկելու մասին է խոսքը եւ ցավոք սրտի ձևը պահպանված է բովանդակությունը որոշ չափով եթե անգամ պահպանված է չի դրսևորվում նախաքրիստոնեական նպատակը ընդհանրապես ուղերձը խնդիրը Վարդավառ տոնի հետեւյալն է որ ջուրը ունի վերափոխող զորություն նախ պիտի հիշենք եւ հասկանանք որ մարդը կրակին հասել է շատ ուշ հազարամյակներ շարունակ մարդու ձեռքը կրակն ընկնում էր միայն պատահականության արդյունքում որտեղ մարդը կրակ ստանալու եղանակը չգիտեր, չուներ իսկ դրա փոխարեն շատ հարցեր նաեւ կրակին փոխարինող հանդես էր գալիս ջուրը պատահական չէ որ մեր դյուցազնավեպում եւ հեքիաթներում ամենահրեղեն հերոսները ամենաուժեղ դյուցազունները իրենց ծնունդով ջրածին են այսինքն ջրից են ծնունդ առնում Բայց ես բազմիցս նշել եմ, որ պետք չէ շփոթել ու ասել, թե բնույթով մերոնք ջրեղեն են, իրենք հրեղեն են եւ դրա հաստատումն այն է, որ կաթնաղբյուրը պահում էր նաեւ հրեղեն թուրը, թուր կեցակին եւ հրեղեն ձին քուրկիկ ջալալին։ Ջուրը կարողանում է պահել դա միակ տարերքն է, որ պահպանում է իր մեջ հուր տարերքը։ Իսկ խորհուրդը հետեւյալն է՝ ջրելու միջոցով, այսինքն ջուր ցողելու օժնված, որոշակի ծիսական, մոգական կարգ անցած ջուրը ցողելու միջոցով մարդիկ վերափոխվում էին։ Դա կարգավորում էր առողջությունը, կարգավորում էր տրամադրությունները, կարգավորում էր անձնական կյանքը, այսինքն իր կշիռով դա նման էր ամանորին, իր կշիռով դա համարժեք էր նոր տարուն, որովհետև իդեպ ունեցել ենք հավատալիք, որ 1 վայրկյանով ջրերը կանգ են առնում, առուների գետերի ջրերը, Վարդավառի օրը եւ մեկ էլ ամանորին,
Եվ այդ 1 վայրկյանում, եթե մետաղը սովորական դրվի, մցրվի, առվի գետի մեջ, ինքը դառնում է ոսկի, եւ եթե քար դրվի ջրի մեջ, այդ ժամանակ այդ քարը ամեն ինչ բուժելու զորությամբ է օժտվում։ Անկամ հավատալիք կար, որ կանգ են առնում նաեւ բնության մյուս տարերկները, բնության մյուս դրսևորումները, 1 ակնթարթ, բայց մենք երբեք չգիտենք, թե երբ կարող է լինել այդ պահը, այդ ակնթարթը։ Դրա համար ովքեր որ ուզում էին անել այդ հմայությունը, գետի մոտ էին լինում ամբողջ ընթացքում, կամ առվի մոտ էին անցկացնում ամբողջ ժամանակը, որպեսզի նկատեին այդ պահը։ Իր կարևորությամբ դա նոր տարի էր, նոր տարի ոչ թե տարվա կտրվածքով, այլ մարդու համար վերափոխվելու հին ախտը, աղբը, չարախոսությունը, նախանձը, խանդը, թշնամանքը մի կողմ դնելու, ասեմ որ թե մեր թե հին այլ ժողովուրդների հեքիաթներում, օրինակ արաբական հենց 1001 գիշերում ջուր ցողելու միջոցով մարդուն կերպարանափոխում են, ասենք ավանակի կամ արդեն անիծված կախարդված մարդուն կարողանում են հետ բերել նույն ջուր ցողելու միջոցով, ավանակը դառնում է մարդ։ Եվ այստեղ մենք հանդիպում ենք անմահական ու մահաբեր ջրերին։ Էլի կախված ոնց է հիմա գործածվում այդ ջուրը, մենք ցավով նկատում ենք ամեն տարի ունենք վթարներ, ունենք ոտք կոտրվածք, ունենք, չգիտեմ, վնասվածքներ, որովհետև շատ կոպիտ ձևով է որոշների կողմից այդ տոնը տոնվում, որ կանեն։ Այսինքն մենք մեր գործողություններով այդ անմահական ջուրը վերափոխում ենք մահաբեր ջրի։ Այո, վարդավառին, որ պիտի ունենայինք նոր կազմարվող ընտանիքի հիմքեր, մաքրված հարաբերություններ, սրտի ջերմություն, թշնամացած կամ իրարից իրավորված հարևանների բարիշել եւ մտերմանալ, նոր ընկերական խմբերի ձևավորում, ունենում ենք կռիվ, ունենում ենք վեճ, հակառակահարևանների թշնամանք, վթարված մեքենաներ, չգիտես որ հարկից լցված ջուր, որը այդ ծանրությամբ հետնել դույլը կարող անկնի, մեկին վնասել է։ Ուղղակիորեն արդեն տեսնում ենք, որ այն ինչ որ անմահական գործառույթ պիտի կատարեր, բուժող եւ կառուցող կատարում է մահաբեր կամ վնասատու գործառույթ։ Մենք ինքներս վատն ենք ծրագրավորում ջրին եւ վատը վերադառնում է մեզ։ Ջուրը սարսափելի մեծ բանականություն ունի, իսկապես ջուրը, որ ասում են հիշողություն բան, հիմա գիտությունը նոր ուսումնասիրություն է անում, բայց ջրի հիշողության մասին մենք իմացել ենք հազարամյակներ առաջ, դա է պատճառը, որ ասում ենք ջրին պատմիր, լավություն արա գցի ջուրը եւ ջրի հետ գնացող հետևից ջուր ենք ուրեմն շաղ տալիս որպես օրհնություն կամ մի հետաքրքիր կարգ ասեմ որոշակի խմբի մեջ առաջնորդը որ արդեն հրաժարվում էր իր գործառույթից ասենք նահապետական ընտանիքում նահապետը գերագույն քուրմը իր քրմական գործից էր հրաժարվում ինչ որ հանգամանքների բերումով ուրեմն ձեռքերը լվանում էր նրա ձեռքերի վրա ով պիտի լիներ իր հաջորդը Այսինքն իրեն հաջորդող ձեռքերը պահում էր տակը եւ ավագը առաջնորդը ձեռքերը լվանում էր որպեսզի իր ձեռքերի զորությունը ուժը այդ եղանակով փոխանցի հաջորդին Այո մենք կարող ենք ջուրը ծրագրավորել բայց պետք է հիշենք որ հիմա հատկապես ջուրն է մեզ ծրագրում եւ ծրագրավորում եւ ոչ թե հակառակը Իսկ մեր ներկայիս դրսևորումը ինչով է պայմանավորված Ինչու ենք մենք այսպեսին մենք ենք ծրագրավորել ջրին թե ջուրն է ծրագրավորում մեզ Չէ մեր աղբյուրների ջրերը եւ մեր մեծերը հավաքագրել են աղբյուրների ջրերը իրենց բուժիչ հատկություններով եւ Երվանդ Լալայանն է հավաքագրել ազգագրական դրսևորումները հայկական աղբյուրների եւ Կոմիտասնունի գրած հայոց ջրերի մասին 7 աղբյուրների մասին հրաշագործ աղբյուրների մասին սակայն Այսօր մենք այդ հրաշագործ աղբյուրների հրաշքը չենք տեսնում։ Ինչու։ Հրաշալի դիտարկում արեցիք այն առումով, որ թվեցիք մեր ամենաներին նրանց ովքեր այդ ավանդույթները, ավանդազրույցները հավաքել են, իդեպ նաև հմայություններ, մոգական ծեսեր են փոխանցել մեզ, եւ բոլորի մոտ տեսնում ենք մի կարևոր ընդհանուր գործոն, ընդհանուր հանգամանք Այդ տարերկների հանդեպ ջրի լինի կրակի լինի թե մյուս երկու տարերկների հանդեպ մեծագույն հարգանք հայ մարդու կողմից այսինքն մենք տեսնում ենք որ ինչ կարգել ինչ ծեսել անցկացվի ասենք ջրի հետ մարդը դրսևորում է հարգանք հատուկ տեղ ունի ջուրը վերջում թափելու եւ հողին անձնելու համար ջրի մոտ չի կարելի անպատիվ խոսքեր ասել հայախոսել չարախոսել երբ որ մենք ճունենք հարգանքը իմիջայլոց էպոսում ծերունին որ հանդիպում է սանասային ասում է ինչ կտեսնես այդ թվում առարկաներ բարև տուր նոր անցի
կախարդված այդ աշխարհը։ Եվ սա մեզ սովորեցնում է, որ հարգանքի արժանի են անգամ ոչ միայն մարդիկ, տարերը, երևույթները, առարկաները եւ իհարկե 4 հիմնական տարերը, որոնցից մենք կազմված ենք, մենք կրակ ենք, դրա երաշխիքը այն ջերմաստիճանն է, որ կայուն առողջ մարդը ունի, մենք հող ենք, մեր մեջ արկանյութերը, մենք թթվածին ենք, առանց դրա չենք կարող լինել մեր ներսում բջիջներ անընդհատ դա պիտի ստան եւ մենք ջուր ենք, իմիջիալոց մեծ չափով մենք ջուր ենք։ Եթե տարերքների հանդեպ հայ մարդը հարգանքը չի պահպանում, վերաբերվում է այնպես, կարծես դա այդպես էլ պիտի լինի, ոչ թե որպես արարչական պարգև, աստվածային պարգև, այդ տարերքները դա վերցնում եւ տասնապատկված վերադարձնում են հայ մարդուն։ Իսկ ինչ է հարգալից վերաբերմունքը։ Չի կարելի մի սենյակում, որտեղ կա ջուր ու կրակ, որտեղ կա հող եւ որտեղ կա թթվածին, խոսել կամ քամի ավելի շուտ, որովհետև ինքն է տանող բերողը էպոսում Չարբահար քամին բանական զորություն է, բանական էակ է, չի կարելի չարախոսել, չի կարելի վատ խոսք ասել, չի կարելի հայհոյել։ Եվ որովհետև ինքը վերցնելու է դա վերադարձնի մեզ։ Եթե մենք չունենք տարական հարգանքը այդ տարերքների հանդեպ, դրանից մի աստիճան վեր մարդը մարդու հանդեպ չի ունենում հարգանք, չի ունենում զգուշավորություն եւ խնդրեմ բոլոր հետևանքները։ Այսինքն մենք ծրագրավորում ենք, բայց մենք դա անում ենք անգիտակցաբար, այսինքն առանց գիտակցելու։ Հրաշալի կլիներ, եթե ես ասեի մենք ծրագրավորում ենք տարերքներին եւ հատկապես ջուրը, բայց մենք դա անում ենք գիտակցելով, որովհետեւ այդ պարագայում դժվար մենք գիտակցելով մեզ թունավորեինք։ Այս հասարակ ջուրը կարող է բուժել 100-ից ավել հիվանդություններ, որոնք դեղերով են բուժում կամ դեղերով կիսաբուժում են։ Հասարակ ջուրը։ Եվ տասնյակ օրինակներ կա, որ օրհնված, որոշակի էներգիա ստացած ջուրը կարող է մարդուն կազդուրել անասելի լավ։ Ինքնաբուժությունը, իհարկե պիտի դրան ծանոթ լինել, որպեսզի մարդ կարողանա կիրառել, սկսում է ջրի հետ հարաբերություններից, ինչ ջուր ենք մենք խմում եւ ինչ է ջուրը իր մեջ կլանել վերցրել։ Հիմա նույնը Վարդավառի հետ կապված, քանի որ մեր թեման դա է, վերադառնանք, Վարդավառին, այո, վարդի թերթիկներ կան, դա էլ մի շատ գեղեցիկ ավանդույթի հետ է կապված, համաձայն որի երբ աստղիկը քայլում էր երկնքով, ոտքերից արյուն էր կաթում, որոնք երկիր հասնելով վարդի թերթիկների էին վերածվում։ Այսպիսի պահպանված ավանդույթ։ Այո, իհարկե Իսկ նախահեթանոսական շրջանից ինչ որ բաներ պահպանվել են։ Պահպանվել են եւ նախահեթանոսական շրջանից եւ ինչպիսի ավանդազրույցներ։ Տեսեք, մեր դյուցազնավեպը, մեր տեզերավեպը իր բնույթով ոչ միայն նախաքրիստոնեական է, այլ նաեւ նախահեթանոսական։ Եվ ջրի մոտ քնելու կարգը, ջրից զորնդեղ դառնալու, զորանալու կարգը, որը հատուկ կարգով արտատեր պարավը սովորեցնում է կխմես ջրի մոտ կքնես կամ ջրի մեջ քնելը, որը Սանասարի պարագայում կա, մեզ ցույց են տալիս, որ ջուրը տիեզերական ինֆորմացիայի մի աղբյուր է, անսպառ, որի միջոցով մենք կարող ենք իսկապես ստանալ այնպիսի հարցերի ու խնդիրների լուծումներ, որոնք օգնում են հաղթահարել ամենատարբեր դժվարությունները։ Այդ զորանալուց հետո է Դավիթը կարողանում կտրել մեծ մհերի փորձասյունը ու հետո 2.5 անել Մսրամելիքին։ Տեսեք ինչքան մեծ զուգահեռ կա այդ Ինչպես անենք, որ հիմա էլ մենք կտրենք Մսրամելիքին։ Մեզ պետք է նախ այդ ակնածանքը տարերքների հանդեպ, սա ամենայն լրջությամբ եմ ասում, ցանկացած հայ մարդ պիտի հասկանա, որ եթե այդ տարերքները շատ մոտ են, մենք եւ պետքա շփվել, երեխաներին արգելում են բոբիկ, երեխաները ընդհանրապես հողից կտրված են։ Ես ասեմ, մեր լեզվամտածողությունը փոխանցում է մի այսպիսի տեղեկություն, տուն անվանում է հայերենը այն ամեն ինչին, ինչը հողի վրա է։ Այն ինչի մեջ ապրում են հայ մարդիկ այսօր կոչվում է բնակարան, որի արմատը բունն է։ Բուն արմատից է բնականը, այսինքն բնականը տուն չէ, որտեղ բնականը անգամ տանիք չունի։ Սա ինչու եմ ասում։ Միայն տունը եւ առավելագույնը 1/3 հարգերում բնակվող մարդիկ են, որ կարող են կապ ունենալ որոշ չափով 4 տարերքների հետ։ Հայ մարդը պետք է ակնածանք ու հարգանք տածի տարերքների հանդեպ, որը իմիջիալոց արկա եւ քրիստոնեության մեջ եւ մյուս կրոններում ու ուսմունքներում մեծագույն հարգանք, որովհետեւ եթե ուշադրություն դարձնենք 4 տարերքներն էլ արկա են քրիստոնեության մեջ։ Եվ այդ հարգանքը սկսի կիրառել ինքն իր հանդեպ, իր հարազատների, մտերիմների եւ ծանոթ անծանոթների հանդեպ։ Պարոն Կիրակոսյան, իսկ հեթանոսական եւ քրիստոնեական ջրի ծեսերի հետ կապված Վարդավառի։ Այո։ Եղել է ինչ որ մի ծիսակարգ, որը դուրս է մնացել,
որը չի դարձել քրիստոնեական, թե բոլորը վերափոխվել են։ Ժամանակի ու քաղաքակրթությունների ընթացքում ըստ այդմ են վերափոխվել, բայց բոլորը պահպանվել ու եկել են։ Չէ, անշուշտ կան որոշակի ծիսակարգեր, նախ դրանք բաժանում են երկու խմբի, հանրային եւ սակրալ, այսինքն որոշակի փակ խմբերի համար, եւ եթե անգամ պահպանվել են, լայն կիրառության մեջ չեն։ Մենք հիմա կարելի ասել ջրի հետ կապված ծեսերի, հմայությունների այդ ծիսակարգերի միայն 5%-ին ենք առնչվում լավագույն դեպքում։ Այսպիսի շատ իրոք որ շատ էր։ Այսպիսի հաստափոր գիրք եւ ոչ մեկը կարելի է գրել անգամ եղած նյութերով, որտեղ 95%-ը եւ ավել կարտացոլվի թե ինչ ծեսեր են եղել հնում։ Տեսեք, օրինակ, որոշակի ծես կար ջուրը պտտացնելու հետ կապված եւ հավերժության ցայտ աղբյուրների վրա դրվող հավերժության նշանը պատահաբար չի, որ լինում է ջրի մոտ, հատկապես ցայտ աղբյուրների վրա, հին աղբյուրների վրա էլ մենք տեսնում ենք հավերժության նշանը, որոշակի պտույտով։ Ուրեմն ջուրը պտտացնում էին ծառից փոկված ճյուղով, դա հիմնականում կաղնու կամ ընկուզենու ճյուղ էր լինում, որոշակի ուղղությամբ։ Եթե պատերազմ էր սպասում, կործանում ու աղետ պիտի լիներ, պտույտը հակառակն էր, որպեսզի գեներացներ ագրեսիայի, բացասական կռվի, պատերազմի զորություն ու ուժ։ Եվ դա անում էին որոշակի մասշտաբներով, որ ամբողջ մի խումբ կարող էր շրջանաձև նստած դա անել։ Այս գիտությունը պահպանված է, այս տեղեկությունները կան, եւ ելի մասում դա հանրային չի կիրառվում է։ Նեղ խմբերի կողմից կիրառվում է եւ անպայման որոշակի ազդեցություն ունենում է, որոշակի դեր խաղում է։ Չաշխատելու կամ թվացial չաշխատելու պատճառը հետեւյալն է, որ եթե պատկերացնենք մի գնացք գնում է ինքը սարքին է եւ վարորդը լավն է, բայց ուղևորները որոշել են գնացքից դուրս նետվել, դուրս կնետվեն անկախ ամեն ինչից։ Հիմա մեր ժողովրդի մեջ կա որոշակի խումբ, որը պիտի հասունանա, պետք է ինքն իրեն ապտակի, որպեսզի իսկապես արթնանա, որը ցանկանում է գնացքից դուրս նետվել մեծ արագության ընթացքի ժամանակ փոխանակ գնացքի մեջ մնալու։ Իսկ գնացքը դա անգամ գնացքավարը չի, ով ուզում է լինի գնացքվարողը։ Գնացքը դա այն կուռ կառույցն է, որը կոչվում է հայկականություն։ Չի կարելի դուրս նետվել հայկականությունից համաշխարհային այս սրընթաց ու արագընթաց գործընթացի ժամանակ։ Ջուրը պտտացնում էին հակառակ ուղղությամբ։ Քարի վրա ջրի վրա քար նետելու հետ խաղը տեսած կլինեք, հատկապես լճում, դա խաղ չի։ Դրանով որոշակի գուշակություններ էին անում, քանի անգամ գնաց, ինչպես դու կարողանում, իհարկե, կարողանում էին գուշակել, թե տարվա մեջ մարդը քանի նպատակներ է դրել իր առաջ, բարձրաձայնում էր, քանիսը կիրականանա, եւ եթե հերթականությունն էլ ասում էր, պարզ էր դառնում, որ նպատակները կիրականանան, որոնք չեն իրականանա։ Քարը ջրի վրա գցելով։ Նույնը քարը ջրի մեջ գցելով օղակների քանակից, գիտեք, որ ծառը կտրում են կոճղի այդ բանից տարվա հետ կապված կամ տարիքի հետ կապված, նաեւ որոշակի կանխատեսումներ են անում ապագայի հետ կապված։ Այս ամեն ինչը սնահավատություն չէր։ Իմիջիայլոց մենք ունենք հրաշալի նյութեր, որտեղ տարանջատված է հմայությունը, ծեսը եւ սնահավատությունը։ Այս ամեն ինչը գիտություն է, որը որ տալիս է իր հստակ արդյունքը։ Հնում հայերը Վարդավառի տոնը տոնել են, Վարդավառի ծեսը տոնել են ակունքների մոտ։ Այսօր էլ Հայաստանում կան գյուղեր, որտեղ Վարդավառի տոնին գնում են ընտանիքներով կամ ընկերների ընտանիքներով, այդպես որևէ ակունքի մոտ եւ այդ ակունքի մոտ են նշում։ Ակունքի մոտ նշելը Վարդավառը ինչ է տալիս։ Ակունքի մոտ նշելը, գիտենք, որ ակունք բառը մեզ մոտ բազմաթիվ կիրառություններ ունի, այսինքն ամենից ճշգրիտ եղանակը Վարդավառ նշելու հենց ակունքի մոտ նշելն է, ոչ թե տան ծորակից կամ ցայտ աղբյուրից լցված դույլերով ջուրը։ Ակունքը իր հետ բերում է այդ հոսուն, մաքրող, իսկապես մաքրող խորհուրդը եւ այդ ամեն ինչի արդյունքում Վարդավառը կարելի է համարել լիարժեք ստացված։ Ավելի հավանական է, որ ակունքի մոտ տոնվող Վարդավառը զերծ կլինի ամենատարբեր իմ ասած վնասար դրսևորումներից, որտեղ ինքը տեղով օժնված է։ Եթե այդտեղից բխում է այդ ակունքը, քան երբ որ մարդիկ այդպես արհեստական պլաստմասե շշերի մեջ են լցնում, որոշ դեպքերում ջուրը կարող է լինել ոչ մաքուր, կեղտոտ, որը չի կարելի, որտեղ դա այդ օրը սրբազնագործող, մաքրագործող նշանակություն ունի ջուրը։ Եվ ակունքի մոտ գնալու այդ ավանդույթը հրաշալի է, եթե իհարկե Հայաստանում, ներկայիս Հայաստանում հնարավոր լինի գտնել
այդ թվով ակունքներ, իսկ տոնը պիտի լինի ոչ միայն եկեղեցական հովանու ներքո, այլ նաև պետական հովանու ներքո, որտեղ սա արդեն նշեցինք, տիպիկ հայկական եւ շատ հին մի տոն է, պետությունն էլ պիտի հոգ տանի, որ բակերում տարբեր հատվածներում քաղաքի մարդիկ կարողանան տոնել վարդավառը, ինչպես որ նոր տարվան եղնիկներ ու պինգվիններ են տեղադրում քաղաքի տարբեր մասերում ձևավորում են։ Ջրի համար կորպորատիվն էլ մասնավորել պիտի թեկուզ բրենդավորված դույլիկներ գեղեցիկ ազգային սիմվոլիկայով դույլեր բաժանի մարդկանց, որոնք որ վնասարար չեն, համապատասխան միջոցներ եւ այլն։ Նաև туриզմը կզարգանա։ Այո, այս տոնը այնքան մեծ էներգետիկա ունի, իմիջիայլոց ոչ պատահաբար փոքր մեհերը տարին 2 անգամ է ժայռից դուրս գալիս, մեկը վարդավառին եւ մեկը համբարձման տոնին։ Երկուսի կապը փոքր մեհերի հետ կայանում է նրանում, որ այդ երկու տոներն էլ, անգամ համբարձման տոնը, իրենց ծագումով նախաքրիստոնեական են, եւ երկուսի մեջ էլ կա վերակենդանացման, վերածնման խորհուրդը։ Համբարձում նշանակում է, որ գնալ դեպի վեր, դեպի նոր կյանք կամ շարունակություն այդ կյանքի նոր ձևով, իսկ վարդավառը արդեն նշեցի վերափոխման տոն է, մարդկանց վերափոխելու։ Ուրեմն երկու անգամ մեհերը դուրս է գալիս, տեսնի բան փոխվել է այս մարդկանց մոտ թե չէ։ Նույնն են մնում, թե մաքրվեցին, թե հողը պնդացավ։ Մեր ժամանակը մոտեցավ ավարտին, ցավոք եւ վերջին հարցս։ Փոքր մհերը երբ դուրս գա վարդավառին։ Ինչ ենք մենք ասելու մհերին։ Եվ ոնց անենք, որ մեր աղբյուրները մեզանից չխռովեն ու այս տոնին նաեւ վերափոխվեն, նաեւ վերափոխման տոն է։ Վերափոխվի հայ ազգը։ Գիտեք, մենք մհերին ոչինչ չենք կարող ասել, որտեղ մհերը ասելուն ու խոսքին չի, որ վստահում է եւ մենք դա տեսնում ենք մեր ցուցազնավեպում։ Մհերը լուր տեսնելու է առանց ասելու եւ հարցը հետեւյալն է. ինչ է տեսնելու մհերը։ Եթե մենք յուրաքանչյուրս դուք, ես, տեխնիկական անձնակազմը խուսափենք այն մարդկանցից, ովքեր աչու ձախ չարություն են տարածում, այնպես ինչպես ժամանակին բորոտներից էին խուսափում, հավատացնում եմ ձեզ, որ այն չիբաններ կան, չէ, 1980 թելով կապում են, չորանում ընկնում են։ Մեր հասարակությունից այդ աղտեղային այդ կեղտոտ երևույթը միանգամից կվերանա։ Մհերը պետք է տեսնի, որ հողը պնդացել է, այդ հողը մեր սրտերն են, որովհետև անգամ Հազարան բլբուլի հետ կապված հեքիաթում Հազարան բլբուլը բերում են մեկ գերագույն նպատակի համար, որպեսզի մարդկանց սրտում բարի խոհը բուն դնի։ Հետևաբար դա պիտի տեսնի մհերը եւ հենց որ տեսավ, միանգամից մենք թեվակողում ենք ուրիշ դարաշրջան։ Այո, այս Հայաստանը եւս ունի բոլոր հնարավորությունները դառնալու թե տարածաշրջանային եւ թե համաշխարհային գերտերություն։ Եթե մի մարդու պես հավատանք ու հասկանանք դա, թող այս վարդավառը յուրաքանչյուրից վերափոխի այդ առումով։ Շնորհակալություն, պարոն Կիրակոսյան։ Թող որ վարդավառի ջրի ցողը բարեփոխի, դրական էներգիայով լիցքավորի եւ չեզոքացնի գեներացված այսքան բացասական էներգիան մեր Հայաստանի, փոքրիկ Հայաստանի տարածքից այսքան մեծ բացասական էներգիան։ Այսպես լավատեսության նոտայով ավարտենք հաղորդումը եւ մնացեք խաղաղությամբ։